Նիկոլ Փաշինյանը ոչ մի տիպի չի կարողանում ների օրինակ Քոչարյանների ընտանիքին, այն որ նույն փողը, որն ունեին Քոչարյանները կառավարման տարիներին, կարողացել են լավ օգտագործել ի օգուտ բիզնեսի օգտագործել, փողը դնել բիզնեսի մեջ, պտտել եւ դարձնել մեծ կապիտալ, իսկ օրինակ ինքը չի կարողանում։ Նույն փողն եք ստանում։ Դու էլ Քոչարյանն էլ, հələ դու հիմա ավելի շատ ես ստանում։ Քոչարյանը ինչ մեղք ունի, որ իր տղեքը լավ կրթություն ունեն, լավ քթիծակ ունեն ու լավ դաստիարակություն են ստացել, կարողանում են այդ փողը կրկնապատկեն, եռապատկեն, սարքեն մեծ կապիտալ, իսկ օրինակ քո տղան թմրամոլ է, որովհետև չի ստացել ոչ հորական, ոչ մորական նորմալ դաստիարակություն, ասենք ձեր ընտանիքից նորմալ է, որ նորմալ երեխա չի կարա ծնվի։ Ամեն դեպքում, եթե անգամ մի քիչ գոնե նորմալ է ծնվել, դուք ամեն ինչ արել եք, որ փչացնեք այդ երեխեքին։ Ով է մեղավոր, Նիկոլ Փաշինյան, որ դու չունես այդ պոտենցիալը, նրանից որ դու հիմա նախանձում ես, նրանից որ դու ասում ես պիտի սաղին կզացնեմ, պարկասնեմ պոլերին, այդ խի իրանք փող ունեն, ես չունեմ։ Որովհետև այդ մարդիկ խելք ունեն ի տարբերություն քեզ, որովհետև այդ մարդիկ ոչ թե սաղ կյանքները նախանձում են ուրիշներին, այլ իրենց կյանքով են ապրում, որովհետև մեկը Սիրուշոն, ասենք, պուճուր ժամանակվանից աշխատում է։ Հիմա դու ուզում ես Սիրուշոյից ինչ-որ բան տանես, ինչ պիտի տանես։ Մի բանը տանես, մյուսը կստեղծի։ Ի տարբերություն քեզ այդ մարդը խելք ունի նպատակասլացություն, իր նպատակասլացությունը ոչ թե Հայաստանը մասնատի նվիրի Ադրբեջանին քոպես, ոնց որ Արցախը նվիրեցիր։ Այլ ստեղծի, արարի, պահպանի, ավանդականը, հայկականը, քո համար տհաճ բառեր եմ ասում։ Եկեղեցին, շատ վախենալու տհաճ բառեր եմ ասում հիմա քո համար։ Խաչեր ստեղծի, բա կգժվես, բա ինչ կանես։ Մարդը խաչեր հավաքածու է ստեղծել, չէ՞, բա ոնց կարաս տերերիդ չհաջողանաս ու բան չանես, սանկցիաների տակ չդնես Սիրուշային։ Ու քեզ երկրպագողներ էլի։ Պատկերացնում եմ արդեն քեզ երկրպագողը ինչ կարգի ցածր, ավելի քեզնից ավելի վատ ինչ որ մարդ պիտի լինի, որ քեզ երկրպագի։ Էլի նույն ցածր արժեքների կրող պիտի լինի։ Այն որ նախընտրում են, որ դիմացինը վատ լինի, ոչ թե իրանք լավ լինեն, որ կապ չունի, որ կարան ուզեն, չէ, որ իրանք լավ լինեն, չէ, ասում է ջանդամ ես թող վատ լինեմ, բայց դիմացինը ինձնից վատ լինի։ Այդ նախանց չկամ տխմար մասան է քո երկրպագում։ Քո պես էլի։ Նախանց ու զգարշելի։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Նայրի բժշկական կենտրոնից այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ռոբերտ Քոչարյանին բերեցին հակակոռուպցիոն դատարան եւ դատարանը բավարարեց քննչական կոմիտեի միջնորդությունը։ Սեդրակ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին, կալանավորվել էր 2 օր առաջ։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը կալանավորում, այսպես ասենք, որովհետև պարզ է, որ հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն, դատարանը, դատախազությունը կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Ինչու կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը, ինչու կալանավորվեց հիմա։ Ոմանք ասում են սա քաղաքական վրեժխնդրություն է, հաշվեհարդար է եւ այլն եւ այլն։ Ոչ, սրա պատճառը հետեւյալն է։ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ պատրաստվում է 2031 թվականի ընտրություններին։ Այս տարվա խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իրականում ինքը պարտվել է։ Պարտվել է, բայց կիրառելով վարչական ռեսուրս, կիրառելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա ճնշումներ, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ստացավ կայուն մեծամասնություն 105 մանդատից 64-ը, մեկ մանդատ ավել, քան 3/5-ը։ Սա ռեալ իշխանություն է։
64 մանդատը Նիկոլ Փաշինյանին թույլ է տալիս նշանակել դատախազ, նշանակել մարդու իրավունքների պաշտպան եւ այլն, ունի ռեալ իշխանություն։ Ճիշտ է, սահմանադրական մեծամասնություն չունի։ Սահմանադրությունը փոխելու համար պետք է հանրաքվե։ Եվ ես վստահ եմ, որ նույն վարչական ռեսուրսը կիրառելով, ունենալով լծակներ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, Նիկոլ Փաշինյանը ստանալու է իր ցանկալի արդյունքը հանրաքվեում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխվելու է, փաստացի երրորդ հանրապետությունը լուծարվելու է։ Նախորդ 5 շաբթի Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը կոչում էր քյարքի եւ պնդում էր, որ ճիշտը սա է, մենք պետք է, իր խոսքերն եմ կրկնում, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին այդ 3 գյուղերը։ Ինչ է ստացվում, Զանգեզուրի միջանցքը եթե գործի եւ Զանգեզուրի միջանցքի անվտանգությունը չապահովի Հայաստանի իշխանությունը, կապը Իրանի հետ վերահսկելու է արտաքին որևէ գործոն, որևէ ուժ։ Եթե Տիգրանաշենը, որը արդեն իսկ Նիկոլ Փաշինյանը կներեք կերցրել է ժողովրդին, որ դա է ճիշտը, դա է պահանջում խաղաղությունը։ Եթե Տիգրանաշենը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, բնական է, որ այդ շանսը Ադրբեջանը չի կորցնելու։ Նա այնտեղ տեղակայելու է ռազմաբազա։ Եվ եթե Երևան Մեղրի մայրուղու վրա լինելու է ադրբեջանական ռազմաբազա, անհրաժեշտ պահին Ադրբեջանը կարող է կրակել Մեղրի գնացող ուղղությամբ։ Իսկ հակառակ ուղղությամբ ոչ։ Եվ ինչ է տեղի ունենալու, 1-2 տարում Սյունիքը ամբողջությամբ հայաթափվելու է։ Սա տարբերակ է, որը չի կարելի բացառել։ Ես չեմ ասում հենց այդպես էլ կլինի, բայց հնարավոր տարբերակ է։ Լավ, վերադառնանք Ռոբերտ Քոչարյանին։ Խոշոր կապիտալ ունեցող ընտանիքներ ասեմ, թե մարդիկ ասեմ, թե քաղաքական գործիչներ ասեմ, շատ չեն, որոնք հաճո չեն Նիկոլ Փաշինյանին։ Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, հարցականի տակ եմ դնում, որտեղ Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան կարելի ասել երկվորյակ եղբայրներ են։ Եվ Սամվել Կարապետյան։ Պետք է կասեցնել նրանց ազդեցությունը։ Պետք է նրանց զրկել ֆինանսներից, ֆինանսական աղբյուրներից, որպեսզի 2031 թվականին Նիկոլ Փաշինյանին ոչինչ չխոչընդոտի վերընտրվելու։ Փաստացի Ռոբերտ Քոչարյանը այսօր որևէ վտանգ չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար։ Այդ վտանգը հայտնվելու է 5 տարի անց հաջորդ խորհրդարանական ընտրություններին։ Ես վստահ եմ, որ սա է շարժառիթը։ Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը հաճոյանում է իր ադրբեջանական թե հովանավորներ ասեմ, թե գործընկերներ ասեմ, թե եղբայրներ ասեմ։ Կաթողիկոսին եւ 7 բարձրաստիճան 6 մյուս բարձրաստիճան հոգևորականներին դատելով են, նա կատարում է Ալաշուքյուր Փաշազադեի հրահանգը, Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրահանգը եւ կասեցնում է Մայրաթորի հայ առաքելական Սուրբ եկեղեցու ազդեցությունը։ Աշխարհի երկրորդ լոբիստական կառույցը հայկական Սփյուռքն է։ Առաջինը հրեական, իսրայելական Սփյուռքն է։ Երկրորդը հայկական։ Եվ այդ հսկայի համակարգողը միշտ եղել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Եվ Էրդողանը ասում էր.
թուրք-հայկական բարեկամությանը խոչընդոտում է հայկական սփյուռքը եւ հայ առաքելական եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը կասեցնում է երկուսի ազդեցությունն էլ։